Այսօր բոլորը կուզենային ունենալ որևէ սարք, որը ցույց կտար նրանց, թե որ ճանապարհն ընտրեն, երբ կանգնած են կարևոր ընտրության առջև, որը ցույց կտար Աստծո կամքը որոշակի հարցերում։ Ժամանակին Աստծո ժողովուրդը ունեցել է այդպիսի սարք։ Այն կոչվում էր Ուրիմ և Թումիմ։ Ուր կորավ Ուրիմը և Թումիմը, միթե այսօր այն չկա, և միթե այլևս չունենք այդպիսի հնարավորություն իմանալու հստակորեն Աստծո կամքը։ Եկեք կատարենք որոշ ուսումնասիրություններ Աստվածաշնչից և ստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Շտապեմ ասել, որ այսօր էլ կա Ուրիմը և Թումիմը, դիտեք մինչև վերջ և կբացահայտեք այն։ Ուրիմ և Թումիմ արտահայտությունը Աստվածաշնչում հանդիպում ենք շատ քիչ տեղերում, որոնք որոշակի լույս են սփռում, թե ինչ էր այն, որտեղ էր և ինչպես էր կիրառվում։ Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը, դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Ելից 28:30։ Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։ Ղևտացիներ 8:8։ Այն դրված էր լանջապանակի մեջ կամ վրա, քահանայի կրծքավանդակին կամ ուսերին մոտ։ Քանի որ օգտագործվում է և մեջ, և վրա արտահայտությունները, աստվածաբաններից ոմանք ասում են, որ այն կամ տեղադրվում էր լանջապանակի վրա, կամ էլ դրվում էր լանջապանակին ամրացված փոքր պարկի մեջ։ Այս համարներից պարզ չէ, թե դրանք ինչ էին իրենցից ներկայացնում, սակայն շատ աստվածաբաններ պնդում են, որ այն երկու քարեր էին, քանի որ համարի համատեքստում խոսում է տարատեսակ թանկարժեք քարերի մասին։ Այն օգտագործվում էր դատաստանի համար, այսինքն վիճահարույց հարցերում իմանալու Աստծո կամքը։ Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ, նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը։ Թվոց 27:21։ Այստեղ Հեսուն ընտրվում է ղեկավար և նշում է, որ նա պետք է միշտ քահանայի Ուրիմի միջոցով իմանա Աստծո կամքը։ Կարծում եմ բոլորս կուզենայինք, որ այսօր էլ Հայաստանի ղեկավարը ունենար այդպիսի հնարավորություն իմանալու Աստծո կամքը այս կամ այն բարդ հարցերում։ Այսպիսով մենք պարզեցինք մոտ ինչ է այն և որտեղ էր այն։ Հիմա տեսնենք ինչպես էր այն կիրառվում։ Ցավոք, Աստվածաշունչը պարզորոշ չի նկարագրում, թե ինչպես էր այն կիրառվում։ Աստվածաբանները միայն ենթադրություններ են անում այդ հարցում, սակայն կա մի համար, որը կարող է որոշակի պատասխաններ տալ։ Մինչ այդ եկեք մեկնենք Ուրիմ և Թումիմ բառերը։ Հին եբրայերենից թարգմանաբար Ուրիմը նշանակում է լույս, կրակ, իսկ Թումիմը ճշմարտություն, կատարելություն կամ այդ բառերի հոգնակի ձևերը։ Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցույց տուր ճշմարիտը»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդը ազատ մնաց։ Ա Թագավորներ 14:41։ Առաջին հայացքից այստեղ կարծես ոչ մի պատասխան էլ չենք տեսնում, սակայն մի քիչ համբերություն և շուտով կտեսնենք։ Սավուղը փորձում է հայտնաբերել նրան, ով խախտել է իր ուխտը, և քանի որ նա չգիտի ով է այդ մարդը, դիմում է վիճակին։ Ժամանակին մարդիկ վիճակ էին գցում իմանալու Աստծո կամքը, ինչպես օրինակ տեսնում են Գործք առաքելոց 1:23-26-ում։ Եվ ներկայացրեցին երկու հոգու, Հովսեփին, որ Բարսաբաս էր կոչվում և Հուստոս անվանվեց, ու Մատաթիային, և աղոթելով ասացին. «Դու Տեր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնիր, թե այս երկուսից ում ես ընտրել այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։ Եվ նրանց մեջ վիճակ գցեցին, վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց 11 առաքյալներին։ Մենք մինչ այս խոսում էինք նրա մասին, որ Աստծո կամքը իմանալու համար մարդիկ դիմում էին Ուրիմ-Թումիմին։ Կարծես ստացվում է այնպես, որ վիճակը և Ուրիմ-Թումիմը նույն բանն են։ Նախորդ համարի համատեքստում մենք տեսնում ենք Աքիա քահանային, ով կրում էր լանջապանակ Եփուդ, իսկ դրա վրա կամ մեջը մենք գիտենք Ուրիմը և Թումիմն է, և Սավուղը հավանաբար դիմում է Աքիա քահանայի օգնությանը, որպեսզի հասկանա, թե ով է այդ մեղավորը։ Ինչից ենք դա հասկանում, քանի որ համարում Սավուղն ասում է, որ ցույց տա ճշմարիտը, իսկ այդ բառը եբրայերեն Թումիմ բառի արմատն է։ Այսինքն մեկ այլ խոսքով Սավուղն ասում է, որ ցույց տա Թումիմով, թե ով է այդ մեղավորը։
Եկեք ավելի խորանանք տեքստի մեջ։ Եբրայերեն որոշ բնագրերում այս համարը ավելի լայն տեսք ունի, որը կարող ենք տեսնել անգլերեն որոշ թարգմանություններում։ Եկեք այն ներկայացնենք հայերեն։ Եվ Սավուղն ասաց. «Իսրայելի Եհովա Աստված, ինչու քո ծառային այսօր չպատասխանեցիր։ Եթե մեղքը իմ կամ իմ որդու վրա է, ուրիմ տուր, եթե ժողովրդի վրա, թումիմ տուր»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդը ազատ մնաց։ Այսպիսով դուք տեսնում եք, որ Ուրիմը և Թումիմը դա նույն վիճակն է։ Ինչպես ասացինք, այն լանջապանակից կախված պարկի մեջ էր։ Մեկ քարի անունը Ուրիմ էր, մյուս քարի անունը Թումիմ, և վիճակ գցելու ժամանակ ասում էին, որ եթե հանենք Ուրիմը, այս մարդն է մեղավոր, իսկ եթե Թումիմը, մյուս մարդը։ Այդպես նաև ընտրեցին Մատաթի առաքյալին երկու քարերի միջոցով։ Մենք նաև տեսանք, որ Ուրիմ-Թումիմը նաև տեղադրվում էր լանջապանակի վրա։ Որոշ մեկնիչներ ասում են, որ քահանայապետը սրբության սրբոց մտնելիս Աստծո հետ զրուցում էր Ուրիմ-Թումիմի միջոցով։ Երբ Աստծո պատասխանը դրական էր, քերովբեների մեջտեղի կափարիչից, այսինքն Շեքինայից, դուրս էր գալիս լույս և լուսավորում էր լանջապանակի աջ կողմում գտնվող քարը, իսկ բացասականի դեպքում ձախ։ Տեսանյութի սկզբում ասացի, որ այսօր էլ կա Ուրիմն ու Թումիմը, որ այսօր էլ մարդիկ կարող են իմանալ Աստծո կամքը կարևորագույն հարցերում։ Ինչպես պարզեցինք, Ուրիմ նշանակում է լույս, կրակ, իսկ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո խոսքն է ճրագը, ինչպես նաև որ Քրիստոսն է լույսը։ Թումիմ նշանակում է ճշմարտություն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո խոսքն է ճշմարտությունը և Հիսուս Քրիստոսն է ճշմարտությունը։ Ուրիմն ու Թումիմը համարյա միշտ իրար կողք են գրվում, և թարգմանած այն հնչում է այսպես. ճշմարիտ լույս։ Համեմատենք Հովհաննես 1:9 հետ։ Նա էր ճշմարիտ լույսը, որ ամեն մարդու լուսավորում է, որ գալիս է աշխարհ։ Եբրայերենում այն կհնչեր. նա է, այսինքն Հիսուս Քրիստոսն է, Ուրիմ Թումիմը։ Այսպիսով, ուզում ես այսօր իմանալ Աստծո կամքը, քեզ հուզող հարցերի և կարևորագույն ընտրությունների շուրջ։ Մի դիմիր աստղագուշակների, բախտակուշակների և տարատեսակ կանխատեսող փիլիսոփաների, այլ դիմիր այսօրվա Ուրիմ-Թումիմին, Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքին։ Նա ուզում է իր կամքը քեզ հայտնել այսօր։ Մնում է դիմես նրան։